Ֆունկցիոնալ վերելության դասի 6-րդ դասախոսությունն է, ողջույն բոլորին։ Ուրեմն վերջին անգամ մենք ներմուծեցինք Բանախյան տարածության հասկացությունը ու սահմանեցինք, թե ինչ է նշանակում դուալ տարածությունը։ Ինչ որ օրինակներ վերեցինք։ Այսօր մի քիչ ավելի մանրամասն դրանք ուսումնասիրենք։ Ուրեմն Բանախյան տարածություններ։ Հիշեցնեմ, որ Բանախյան տարածությունը այդ լրիվ նորմավորված վեկտորական տարածությունն է։ Ու Բանախյան տարածության համար մենք սահմանել ենք նաև դուալ տարածությունը, որը կնշանակենք x աստղանիշով, ըստ սահմանման այս բոլոր գծային արտապատկերումներն են գծային անընդհատ արտապատկերումներն են x-ից c ու սա կոչվում է դուալ տարածություն։ Վերջին անգամ մի քանի օրինակներ նայեցինք դուալ տարածություն։ Եկեք վերհիշենք այդ օրինակները ու ինչ որ բաներ ապահովենք։ Այս դուալ տարածության մեջ բնականաբար նորմա ներմուծում ենք ոնց որ օպերատորական նորմա գծային արտապատկերումների տարածության մեջ, այսինքն եթե լամդան պատկանում է x աստղանիշին, լամդայի նորմա այս դուալ տարածության մեջ այդ օրինակ կարող են գրել սուպրեմում, երբ y-ի նորմը x-ում x-ի նորմը x-ում չի գերազանցում 1-ը եւ վերցնում ենք լամդան x-ի վրա հաշված բացարձակ արժեքով։ Այս սովորական օպերատորական նորմն է, պարզապես նայում ենք դուալ տարածության վրա։ Ուրեմն օրինակներ մենք սահմանել ենք փոքր LP տարածությունը ու վերջի անգամ հիշատակեցինք, որ L1-ի դուալ տարածությունը իզոմետրիկ է L անսահմանությանը, LP-ի դուալ տարածությունը իզոմետրիկ է, հավասար եմ գրում, բայց իրականում իզոմետրիկ է, սա գծային արտապատկերումներ են, գծային ֆունկցիոնալներ են, մյուսը պարզապես հարջերթականություններ, բայց կարելի է սահմանել բնական իզոմետրիա երկուսի մեջ, LP աստղանիշը հավասար LQ-ի եւ վերջապես C0-ի աստղանիշը դուալ տարածությունը հավասար է L1-ի։ Հիշեցնեմ, որ C0-ն բոլոր հաջորդականությունները, որոնց ձգտում է 0-ի։ XG, որտեղ XG-ն պատկանում է C-ին ցանկացած G-ի համար եւ XG-ն ձգտում է 0-ի, երբ G-ն ձգտում է անսահմանության։ C0 աստղանիշի դուալը հավասար է L1-ին։ Ուրեմն եկեք լրիվ չեմ ապացուցի ամեն ինչ, այս կլինի բանի մաս, ինքնուրույն աշխատանքի մաս, բայց եկեք մոտարապես հասկանանք, թե ոնց է տեղի ունենում։ Ուրեմն եթե ունենք ինչ որ տար LQ-ից, ենթադրենք y պատկանում է, վերջացած թե ով են p-ն եւ q-ն, 1p-երորդ գումարած 1q-երորդ հավասար է 1-ի։ Այդ իմաստով ֆորմալ առումով սա էլ է մտնում դրա մեջ, երբ p-ն հավասար է 1-ի, q-ն պետք է հավասար լինի անսահմանության, որպեսզի հավասարություն տեղի ունենա։ Ուրեմն եթե y պատկանում է LQ-ին, ապա սրան կարող ենք համապատասխանության մեջ դնել գծային արտապատկերում լամդա y, որը x-ի վրա գործում է հետևյալ բանաձևով, լամդա y(x)-ը հավասար է yg xg։ G-ն հավասար է 1-ից անսահմանություն։ Ուրեմն այստեղ հարց է ծագում, թե ինչի է բանը զուգամիտում, շարքը զուգամիտում, ուրեմն ես պնդում եմ շարքը բացարձակ զուգամետ է, ու դա հետևում է հետևյալ անհավասարությունից, որին մեծ հավանականությամբ արդեն ծանոթ եք, կոչվում է Կոշու-Բունյակովսկի անհավասարություն, Հոլդերի անհավասարություն, Հոլդեր։ Գոնե վերջավոր գումարների համար հաստատ ծանոթ եք, որը ասում է հետևյալը, որ եթե ունենք դրական թվեր, արժի բեժին մեծ կամ հավասար է 0-ի ցանկացած g-ի համար, ապա ճիշտ է հետևյալը, գումար արժի բեժին չի գերազանցում գումար արժի p աստիճան 1p-երորդ գումար
Բեժի Q աստիճան 1 Q երրորդ։ J-ին հավասար է 1-ից անսահմանություն բոլոր դեպքերում, բոլոր տեղերում։ Իմ կարծիքով սրան ծանոթ եք ես անհավասարության, թե ոչ։ Չեմ լսում։ Ահա դասին ոնց որ թե նաև հիշատակել էինք բանի նորմ լինելու կոնտեքստում, որ մի կողմ հավասարություն էինք ուզում, եթե չեմ սխալվում, ինչ-որ հիշատակել էինք։ Շատ լավ, քանի որ հարցեր են առաջանում, եկեք արագ ապահովենք սա, համել կպարզենք, թե երբ հավասարություն տեղի ունի։ Այս անհավասարությունը միշտ ճիշտ է, բայց երբեմն ճիշտ է նաև հավասարությունը, այսինքն երբ կլինի հավասարություն, կհետևի ապացույցից, ուրեմն ապացույց ուրեմն առաջի դիտարկումը հետևյալն է, եթե ունենք երկու դրական թիվ, Ոստեղ P-ն և Q-ն էլի նույն հավասարությանն են բավարարում, ինչ ստեղ 1P երորդ գումարած 1Q երորդ հավասար է 1-ի։ Ուրեմն նկատենք, որ երբ P-ն հավասար է 1-ի, այսինքն այդ դեպքում Q-ն պետք է հավասար լինի անսահմանության, ստեղ սա դառնում է պարզապես սուպրեմում բեժի։ Ուրեմն ստեղ եկեք կողքում գրեմ, որ եթե Q-ն հավասար է անսահմանության, եթե Q-ն հավասար է պլյուս անսահմանության, ապա գումար բեժի Q աստիճան 1Q երորդը ըստ սահմանման պետք է փոխարինել սուպրեմում բեժիով։ Իհեսեմ, որ բեժիները բոլորը ոչ բացական թվեր են։ Ինչ այլոց հետաքրքիր վարժություն է ցույց տալ, որ սա իրոք ձգտում է սուպրեմում բեժին, երբ Q-ն ձգտում է անսահմանության։ Այս նորմա, երբ Q-ն ձգտում է անսահմանության, ապա սա ձգտում է սուպրեմում բեժին։ Հիմա, բայց այդ կարևոր չի, ուղղակի ստեղ եթե ֆորմալ վերցնում ենք Q-ն հավասար է անսահմանության, պետք է P-ն հավասար է 1-ի, Q-ն դառնում է անսահմանություն, պետք է վերցնել երկրորդը փոխարինել սուպրեմով։ Այդ դեպքում անհավասարությունն ակնհայտ է, որովհետև միշտ կարող ենք բեժին փոխարինել սուպրեմով, կմնա այստեղ եթե բեժին փոխարինենք սուպրեմով, գնահատենք վերևից սուպրեմով, կմնա արժիների գումար, որ տալիս է այս առաջի գումարը։ Կմնանք այն մնացած դեպքերը։ Այսինքն ենթադրում ենք, որ P-ն և Q-ն փոքր են անսահմանությունից և մեծ են 1-ից, ու հիշեցնեմ, որ 1P երորդ գումարած 1Q երորդ հավասար է 1-ի։ Ուրեմն, ես պնդում եմ, որ ցանկացած երկու դրական թվերի համար AB արտադրյալը չի գերազանցում 1P երորդ AIP գումարած 1Q երորդ B-ի Q։ Եկեք ես անհավասարություն չապացուցեմ, քանի որ ես օրինակ P-ն հավասար է Q-ի և P-ն հավասար է Q-ի հավասար է 2-ի, ես մեկ տողանոց ապացույց է։ Հակառակ դեպքում օրինակ կարող եք անֆիքսել ու ուսումնասիրել ֆունկցիան որպես տարբերությունը որպես B-ից ֆունկցիա ու ցույց տալ, որ դրական կիսառանցքի վրա կա համապատասխան հավասարությունը։ Այսինքն սա չեմ ուզում ապահովել, ինքնուրույն հեշտությամբ կարող եք ապահովել, համարյա տրվյալ բան է։ Ընդ որում, հավասարությունը տեղի ունի միայն մի դեպքում, երբ B-ն հավասար է A-ի P-1 աստիճան։ Ինչի որտեղ երբ B-ն հավասար է A-ի P-1 աստիճան, B-ի Q աստիճանը դառնում է A-ի P-1 անգամ Q, հեշտ է հաշվել, որ P-1 անգամ Q-ն հենց P-ն է, այսինքն ստացվում է A-ի P աստիճան, ու ինչ ենք ստանում ստեղ, ստանում ենք 2 անգամ A-ի P աստիճան, 1P երորդ գումարած 1Q երորդ, որը հավասար է 1-ի։ Այսինքն աջ կողմում ստանում ենք A-ի P աստիճան, ձախ կողմում էլ է A-ի P աստիճան, քանի որ եթե բազմապատկենք սա A-ով, ստանում ենք A-ի P աստիճան։ Ուրեմն անհավասարությունը ճիշտ է ցանկացած
ոչ բացասական թվերի համար հավասարություն տեղի ունի այն եւ միայն այն դեպքում, երբ b-ն հավասար է a-ի p-1 աստիճան։ Հիմա վերադառնում ենք այս անհավասարությանը, ուրեմն ստեղ օգտագործում է n, որ աճ եւ ձախ մասերը համասեռ ֆունկցիաներ են ըստ a-ի եւ ըստ b-ի։ Այսինքն եթե ես a-ն փոխարինում եմ լամդա a-ով, այսինքն եթե ես a-ին փոխարինում եմ լամդա a-ով, աճ եւ ձախ մասերը հավասարության փոխարինվում եմ լամդայով։ Գումար լամդա, այսինքն ոչ թե հետևում է, այլ եթե ես փոխարինում եմ, ապա գումար ինչ կստանամ, լամդա a-ին b-ին հավասար է լամդա չէ, լամդայի պարզապես ստացվի լամդա անգամ գումար a-ի b-ի, նույնն էլ աճ մասի համար սա չի փոխվի, իսկ այս գումարը, որը իրականում a հաջորդականության LP նորմն էր, այսինքն պետք է գրեմ լամդա անգամ դրա LP նորմն էր, դառնում է լամդա անգամ, բացարձակ արժեք լամդա անգամ a-ի LP նորմ։ Այստեղ լամդան ենթադրում է, որ մեծ է 0-ից a-ի LP նորմ։ Այսինքն, քանի որ համասեռ է հավասարությունը, ես միշտ կարող եմ ենթադրել, որ այս երկուսը հավասար են 1-ի, պարզապես կբաժանեմ դրանց վրա։ Այսինքն հավասարությունը ապահովելիս ես կարող եմ ենթադրել, այս երկրորդ դիտարկումն է, որ անհավասարությունը ապահովելիս կարող ենք ենթադրել, որ այս երկու գումարները հավասար են 1-ի։ Սա էլ հավասար 1-ի, սա էլ հավասար 1-ի։ Այդ դեպքում ինչ է ստացվում։ Ստացվում է պետք է ապահովենք, որ եթե a-ի LP նորմը 1 է, եւ b-ի LP նորմը հավասար է 1-ի, ապա ճիշտ է հետեւյալը, որ գումար a-ի b-ին չի գերազանցում 1-ից, չի գերազանցում 1-ը։ Բայց այդ հետևում է հենց առաջի անհավասարությունից, որովհետև ես կարող եմ առաջի անհավասարությունը օգտագործելով գրել, որ գումար a-ի b-ին չի գերազանցում գումար a-ի b-ին փոխարինում եմ a-ի p աստիճան բաժանած p-ի գումարած b-ի q աստիճան բաժանած q-ի։ Բայց ես ենթադրել եմ, որ այս երկու գումարները հավասար են 1-ի, հետեւաբար սրանց գումարներն էլ 1 կլինի։ Այսինքն ստացվի 1 p-երորդ գումարած 1 q-երորդ։ Այսինքն արտադրյալը միշտ չի գերազանցում, միշտ փոքր կամ հավասար է 1-ից, ու բացի դրանից երբ հավասարություն տեղի ունի, հավասարություն տեղի ունի այն եւ միայն այն դեպքում, երբ ցանկացած g-ի համար b-ին հավասար է a-ի p-1 աստիճան։ Որտեղ եթե հավասար չի, ապա անհավասարություններից մեկում կլինի խիստ անհավասարություն։ Իհարկե, եթե a-ին պատահաբար 0 է, Էլի դեպքում b-ին էլ պետք է լինի 0, հակառակ դեպքում կլինի խիստ անհավասարություն։ Այսինքն հավասարություն տեղի ունի այն եւ միայն այն դեպքում, երբ միշտ տեղի ունի սա։ Սրանով այս լեմի ապացույցն ավարտվում է։ Հիմա վերադառնանք դուալ տարածություններին։ Ուրեմն ինչ ենք ուզում ապահովել, ուզում ենք ապահովել, որ LP-ի դուալ տարածությունը LP-ի դուալ տարածության եւ LQ-ի մեջ կա բնական իզոմետրիա։ Ուրեմն ստեղից միանգամից հետևում է, այս լեմից եւ այս սահմանումից միանգամից հետևում է, որ լամդա y-ը լավ որոշված է, քանի որ զուգամիտում է շարքը, բացարձակ։ Ուրեմն լամդա y-ը պատկանում է x աստղամիշին եւ լամդա y-ի նորմը հենց x աստղամիշ տարածության մեջ, մենք ինչ ունենք, որ լամդա y-ի նորմը ինչ է, հավասար է սուպրեմում, երբ x-ը պատկանում է միավոր գնդին
անպատասխան տարածության մեջ լամդա YX, բայց սա փոքր կամ հավասար է սուպրեմումը ստիքսի միավոր գնդի մեջ, գումար, եկեք մի անգամից նորմերով գրեմ, ստացվում է Y-ի LQ նորմ և X-ի LP նորմ, բայց X-ի LP նորմը չի գերազանցում մեկը, ստանում ենք, որ սա փոքր կամ հավասար է Y-ի LQ նորմից։ Բայց մյուս կողմից, եթե ես վերցնեմ X-ը հավասար է, ուրեմն տրված Y-ի համար, եթե ես վերցնում եմ X-ին հավասար է ուրեմն ուզում ես անհավասարություն ստացվի, պետք է վերցնեմ X-ին հավասար է YG-ի Q-1 աստիճան։ Այսեք ստեղ P-ն և Q-ն լրիվ սիմետրիկ են, կարող եմ գրել B-ին հավասար է A-ի P-1 աստիճան, կամ A-ին հավասար է B-ի Q-1։ Հիմա ես վերցնում եմ ես երկրորդը, եթե վերցնում եմ X-ին, այո, ինչ որ կար, մի հատ նորից, այո, մոդուլ պետք է վերցնել, քանի որ կոմպլեքս թվեր են, ու ոչ միայն մոդուլ է պետք վերցնել, շատ ճիշտ դիտարկում էր, ոչ միայն մոդուլ է պետք վերցնել, այլև պետք է վերցնել YG-ի Q-2 աստիճան, անգամ YG-ի ապահուց, քանի որ ընդհանրապես ասած կոմպլեքս հաջորդականություններ են։ Եթե վերցնեմ X-ին հավասար է սրան, նախ հեշտ է ցույց տալ, որ X-ի հաջորդականությունը կպատկանի LP-ին, պարզապես եթե վերցնում ենք, օգտագործում ենք, որ P անգամ Q-1-ը հավասար է Q-ի, քանի որ P անգամ Q-1-ը հավասար է Q-ի։ Ու բացի դրանից, եթե հաշվում եմ լամդա Y-ը X-ի վրա, լամդա Y-ը X-ի վրա հաշված, հենց կստացվի ինչ կստացվի, եկեք գրենք գումար, YG, անգամ պետք է գրեմ X-ին, այսինքն ստացվում է YG-ի Q աստիճան։ Եթե բազմապատկեմ YG-ին այս սրանով, ստացվի YG-ի Q աստիճան։ Այսինքն ստացվեց Y-ի LQ նորմի Q աստիճան։ Բայց ես պետք է բաժանեմ X-ի նորմի վրա։ Ուրեմն լամդա Y-ի նորմը սահմանում է ինչպես, բայց կարող ենք վերցնել նաև ցանկացած X, այն պայմանով, որ ստեղ բաժանենք X-ի նորմի վրա։ Եթե ես վերցնեմ լամդա YX-ը բաժանեմ X-ի, արդեն պետք է բաժանեմ LP նորմի վրա, առաջարկում ինքնուրույն հաշվեք, որ ստացվի հենց Y-ի նորմը։ Y-ի LP նորմը։ Այսինքն ինչ ապացուցեցինք այս պահին, այս պահին ապացուցեցինք, մինչև այս պահը, ավելի ճիշտ, մինչև այս պահը ապացուցեցինք, որ LQ-ն կարելի է ներդնել LP աստղանիշի մեջ, որ մեզ ներդրումը իզոմետրիա է։ Ինչ է այս նշանակում, նշանակում է, որ ես կառուցեցի ինչ-որ, ասենք, G արտապատկերում, որը գնում է LQ-ից LP աստղանիշ, գծային իզոմետրիա։ Գծային և եկեք իզոմետրիա չասեմ, որտեղ իզոմետրիա ասելուց սովորաբար հասկանում ենք նաև փոխմիարժեքություն, գծային և պահպանում է նորմը։ Ինչ է մնում անել, մնում է ցույց տալ, որ ցանկացած տարր LP աստղանիշից ինչ որ մեկի պատկերն է, այս G արտապատկերման։
Եթե ես հետ ապահովեմ, ապա կստանամ, որ այս ժին փոխ միարժեք արտապատկերում է։ Ուրեմն ոնց ենք անում։ Տեսնում ենք նախ ով կարող է լինել թեկնածու։ Մենք ինչ ենք ուզում։ Ուզում ենք որ լամդա yx-ը հավասար լինի գումար yg xg։ Ուզում ենք որ լամդա x-ը հավասար լինի սրան, դեռ արդեն y չի, պարզապես լամդա x-ը։ Վերցրել ենք ինչ-որ լամդա դուալ տարածությունից, LP աստղանիշից եւ ուզում ենք որ լամդա x ներկայացվի այս տեսքով։ Բայց եթե ես x-ի փոխարեն վերցնեմ y-ի հաջորդականությունը, որի բոլոր տարերը 0 են, բացի i-երորդից, ապա կստանամ, որ y-ին ուրիշ տարբերակ չունի, պետք է հավասար լինի լամդա i, լամդա y-ի։ Y-ին հավասար է սրան։ Այդ դեպքում գոնե վերջավոր հաջորդականությունների վրա, ուրեմն սահմանում եմ y հաջորդականությունը, y-ի, հենց այս բանաձևով, լամդա y-ի, in մեծ կամ հավասար է 1-ից, ուրեմն գոնե վերջավոր հաջորդականությունների վրա ունենք սա, որ եթե x-ը xg-ին հավասար է 0-ի, երբ g-ին բավականաչափ մեծ է, ապա լամդա x-ը հեշտությամբ ստուգում ենք, որ այս հավասար է հենց գումար yg xg։ Նա ինչ է մնում ապահովել։ Մնում է ապահովել, որ երկու բան է մնում ապահովել։ Այսինքն իրականում մի բան է մնում ապահովել։ Եթե ես ապահովեմ, որ y-ը պատկանում է L-ին, ապա այս հավասարության մեջ աստղանիշ դնենք անունը, աստղանիշում կարող ենք անցնել սահմանի։ Աստղանիշը ճիշտ է վերջավոր հաջորդականությունների համար, բայց եթե ես ցույց տամ, որ y-ը պատկանում է L-ին, ապա ստեղ x-ի փոխարեն ցանկացած x կվերցնեմ, ուրեմն ցանկացած x կվերցնեմ, կնայեմ x1, xn մնացածը 0 հաջորդականությունը, դրա համար սա ճիշտ է, ու կանցնեմ սահմանի, երբ n-ը ձգտում է անսահմանության։ Օգտագործելով այն փաստը, որ y պատկանում է L-ին, աջ մասում եմ կարող անցնել սահմանի, աջ մասում էլ կարող եմ անցնել սահմանի։ Առաջարկում եմ ինքնուրույն այս բանը անեք, համարյա անելու բան չկա, էլի, այսինքն պարզապես մի փոքր սահման ենք անցնում ստեղ։ Այսինքն միակ բանը, որ պետք է ապահովել, պետք է ցույց տանք, որ y-ը պատկանում է L-ին։ Եթե սա ցույց տանք, մնացած ամեն ինչը հետևում է։ Ուրեմն սա էլ հետևում է, ցույց ենք տալիս այս լենի օգնությամբ, որովհետև ամենջից չէ, լեմից հետևանք է, լեմից հետևանքը ասում է հետևյալը, որ y-ի LQ նորմը հավասար է սուպրեմում, երբ x-ը, տեմպերատուրություն, ես բանես արդեն ասել եմ, չէ, պաստորեն չեմ ասել, ուրեմն x-ը պատկանում է LP-ում մեկ շառավղով գնդին և YG գումար YG կամ կարող եմ գրել նաև սենց սուպրեմում, երբ x-ը հավասար չի 0-ի, այսինքն հաջորդականությունները, որոնք 0 չեն և պատկանում են LP-ին, ու վերցնում եմ նույն գումարը բաժանում եմ նորմի վրա։ YG բաժանած x-ի նորմի վրա։ Այն, որ LP-ի նորմը ավելի մեծ է սրանից, այդ լեմն էր։ Որովհետև վերցնեմ ցանկացած x, բազոպատկեմ x-ով, այս կգա ստեղ, կդառնա լեմը։
Այն որ կա հավասարություն, էտել այդ լեմի կողքը, որ գրեցինք, այդ դիտարկումներ, որ եթե բեն հավասար է սրան, եթե, այո, եթե բեն հավասար է սրան, ապա կա հավասարություն, ստեղ վերցնելով x-ը հավասար է y-ի համապատասխանատվության, էլ x ստանամ հավասարություն։ Մի խոսքով, առաջարկում եմ սա ինքնուրույն փորձել հասկանալ, համարյա ամեն ինչ ասեցի, այսինքն ես պետք է ապահովել, բայց համարյա ամեն ինչ ասել եմ, բան չկա անելու։ Պարզապես պետք է իմ բերեք, թե ինչ ասվեց։ Ստեղից արդեն մնացած ամեն ինչը հետևում է, որովհետև ուրեմն y-ի ելքի նորմա y-ի ելքի նորմա այս նույնն է, որ վերցնեմ սահման երբ n-ը ձգտում է հասարմանությամբ, yn-ի ելքի նորմ, որտեղ yn-ը այս նույն y-ն է, բայց n-ից հետո բոլորը փոխարինել եմ 0-ով, քանի որ շարքի անդամները դրական են, այս ակնհայտորեն ճիշտ է։ Սրա համար հիմա ես օգտագործում եմ սա, որ այս հավասար է սահման, երբ n-ը ձգտում է հասարմանությամբ, սուպրեմումը ստիքսի և գումար y-g n կամ եկեք բանով գրեմ, որ գումարը փոխվում է g-ն հավասար է 1-ից n, y-g y-g, սուպրեմումը ստիքսի, որի նորմը փոքր է 1-ից, բայց n ինչ որ գրած է ստեղ, սահմանը մնում է, սուպրեմումը ստիքսի, x-ը պատկանում է d1-ին, այս նույններ ինչ որ լամդա x-ը, քանի որ վերջավոր գումարների վրա ես ունեմ հավասարություն, վերջավոր գումարների վրա ճիշտ է։ Տեղել ինչ ստացվեց, տեղել ստացվեց, որ սա փոքր կամ հավասար է, այսինքն իրականում հավասար է հենց լյամդայի նորմին։ Չէ, այստեղ իհարկե այստեղ փոքր կամ հավասար է իրականում, իհարկե ես ինչ եմ գրել այստեղ, փոքր կամ հավասար է, քանի որ այստեղ ես ավելի շատ x-եր վերցրեցի։ Այստեղ վերցրել եմ n x-երը, որտեղ վերցրել եմ ցանկացած x, բայց որպեսզի ես կարողանամ գրել, պետք է ավելի շատ x-եր վերցնեմ, որոնք 0 չեն բանից հետո։ Մի խոսքով, այստեղ փոքր կամ հավասար է։ Այստեղ պետք է տեսնել, որ այստեղ կլինի փոքր կամ հավասար։ Այսօր ստացվում է լամդայի նորմը x աստղանիշում։ Այսինքն ցույց տվեցինք, որ y-ի ելքի նորմը չի գերազանցում լամդայի նորմին, հետևաբար ճիշտ է սա, ու հետևաբար կարող ենք անցնել սահմանի ու տեսնել, որ ստացվում է ֆունկցիոնալ է։ Առաջարկում եմ ինքնուրույն մի հատ նորից այս բանը անել, կարող է ամենաօպտիմալ ապացույցը չէր, բայց բոլոր մտահղացումները ստեղ են, որ կա առաջի դիտարկումը այն է, որ կա բնական իզոմետրիա LQ-ից LP աստղանիշ, պարզապես y-ին համապատասխանության մեջ ենք դնում այս ֆունկցիոնալը, y-g-y-g-ին, ու հետո օգտագործելով այս հոլդերի անհավասարությունը ցույց ենք տալիս, որ այդ պահպանում է նորմը և փաստորեն էլի նույն անհավասարության շնորհիվ սուբյեկտիվ արտապատկերում է։ Շատ լավ, հուսով եմ համոզեցի, որ ամեն ինչ նորմալ է այս բանի մեջ, օրինակում, ինչ այնց կիպեն հավասար է մեկ դեպքը, անհայմատ ավելի հեշտ է կարող փորձել նախ այդ դեպքը նայել, բայց էլի նույն մտահղացումների վրա է հիմնված։
Շատ լավ։ Ուրեմն աստորեն հասկացանք, որ գոնե LP տարածությունների համար դուալ տարածություն դատարկ չի, որտեղ իրականում ոչ մի տեղից չի հետևում, որ բացի 0-ից կան նաև ուրիշ ֆունկցիոնալներ։ Հիլբերտյան տարածության համար մենք այդ գիտենք, բայց բանախեն տարածությունների համար դեռ մեզ պարզ չի, որ ցանկացած բանախեն տարածության համար դուալը կոպիտ ասած պարունակում է գոնե նույնքան տար, ինչ որ տարածությունը ինքը։ Ուրեմն այն ինչ որ ասացի, այդ հիմնված է համ բանախի թեորեմի վրա, այդ մի քիչ ավելի ուշ 10 րոպեից կանենք, եկեք հիմա մի քիչ ուսումնասիրենք այս դուալ տարածությունները։ Ուրեմն սահմանում եթե մենք ունենք x բանախեն տարածությունը, դրա համար կարող ենք սահմանել x աստղանիշը, այս դուալ տարածությունը, առաջի դուալը կամ էլ ինչի առաջինը, որտեղ կարող եք նայել նաև երկրորդ դուալը կամ մնացած մյուսները x 2 աստղանիշը, որը x աստղանիշի դուալ տարածությունն էր։ Երևի նախորդ անգամ հիշատակել եմ, որ x աստղանիշը միշտ է լրիվ տարածություն։ Եթե նույնիսկ x-ը լիներ պարզապես նորմալորված գծային տարածություն, x աստղանիշը կլիներ լրիվ տարածություն։ Այդ այն արդյունքն է, որ ասում եմ, որ գծային օպերատորների սահմանափակ գծային արտապատկերումների տարածությունը լրիվ է, եթե պատկերը, այսինքն y-ը, x-ից y գնացող գծային արտապատկերումների տարածությունը լրիվ է, եթե y-ը լրիվ է։ Հիմա քանի որ x աստղանիշը այդ x-ից c գնացող գծային արտապատկերումներն են, x աստղանիշը միշտ է լրիվ։ Այդ ուղղակի միջելուց։ Հիմա նայում ենք x-ի երկրորդ դուալը, այսինքն x աստղանիշի դուալ տարածությունը։ X աստղանիշն է բանախյան տարածություն, x-ը բանախյան է, x աստղանիշը բանախյան է, x երկու աստղանիշը նույնպես բանախյան տարածություն է, այս կոչվում է x-ի բիդուալ։ Այս տարածությունը կոչվում է x-ի բիդուալ տարածություն։ Հիմա եկեք երկու օրինակ նայենք։ Առանձնապես շատ օրինակներ չունենք, բայց տեսնենք դրանցից ինչ կարող ենք հասկանալ։ Ուրեմն եթե ես վերցնում եմ C0-ն, C0-ի աստղանիշը L1-ն է, L1-ի դուալը L անսահմանությունն է։ Մասնավորապես C0-ի երկու դուալը հավասար է L անսահմանության, ու L անսահմանությունը ավելի մեծ է, որը ավելի մեծ է, քան C0-ն, քանի որ C0-ին բոլորը պետք է ձգվեն անսահմանության, այսինքն C0-ի մի դուալը հավասար չի համընկնում իր հետ։ Մյուս կողմից, եթե վերցնում ենք LP տարածությունը, երբ P-ն տարբեր է 1-ից եւ անսահմանությունից, վերցնում ենք P-ն, որը ընկած է 1-ից պլյուս անսահմանություն միջակայքում, ապա LP-ի դուալը մենք արդեն գիտենք, որ հավասար է LQ-ի, եւ LQ-ի դուալը նույն պատճառով հավասար է LP-ի։ Այսինքն LP-ի B դուալը համընկնում է իր հետ։ Ուրեմն պատահական չի, որ այս տեսակ ինչ-որ բաներ են առաջանում, փաստորեն L անսահմանությունը ավելի մեծ էր, քան թե C0-ն։ Այսինքն մի դեպքում B դուալն ավելի մեծ էր, մյուս դեպքում B դուալը համընկնում էր։ Հիմա կա հետևյալ թեորեմը, որը ասում է, որ գոյություն ունի բնական իզոմետրիա, գոյություն ունի բնական Հենց ասեմ, լավ, եկեք գրենք իզոմետրիա, որպեսզի երկար չլինի։ G, որը գնում է x-ից իր b դուալը, բայց իզոմետրիա ասելով ստեղ նկատի ունեմ պարզապես նորմը պահպանող գծային արտապատկերում։ Այսինքն ես չեմ պնդում, որ G-ն
սուբյեկտիվ արտապատկերում է։ Ոնց ենք ապացուցում, իրականում շատ հեշտ է, հեշտ չի, որովհետև մի տեղ կա, որ պետք է օգտագործենք Համբանախի թեորեմը, բայց ընդհանրապես մտահղացումը շատ պարզ է։ Ապացույց։ Ուրեմն եթե ես ունեմ ինչ-որ x տար Banachյան տարածությունից, սրան համապատասխանության մեջ եմ դնում հետևյալ արտապատկերումը, որը կլինի x-ի դիդուալից, ոնց եմ սահմանում g(x)-ի գործողությունը լյամդայի վրա, պետք է ցանկացած լյամդայի համար x աստղանիշից ասեմ, թե ես ինչի հավասար։ Այսպես ես հավասարեմ, որ սա նույնն է, ինչ որ լյամդան x-ի վրա։ Այսինքն, եթե ես ուզեմ գտնել g(x)-ի գործողությունը լյամդայի վրա, պարզապես վերցնում եմ լյամդան x-ի վրա։ Եկեք տեսնենք, նախ ինչի է g(x)-ը դիդուալի տար, ուրեմն գծայնությունն ակնհայտ է։ g(x)-ը գծային է։ Ինքը գնում է x աստղանիշից c գծային է։ Ինչի է գծային, որովհետև այս արտապատկերումը, եթե x-ը ֆիքսած է, ըստ լյամդայի սա գծային է։ Եվ երկրորդը, եթե ես ուզեմ հաշվել g(x)-ի նորմը, ես պետք է վերցնեմ սուպրեմում, երբ լյամդան պատկանում է միավոր գնդին դուալ տարածության մեջ ու հաշվեմ g(x)-ը լյամդայի վրա։ Այդ g(x)-ը լյամդայի վրա է նույնն է ինչ որ լյամդա x-ը, սուպրեմում եկեք չգրեմ այս նույն լյամդայի, ստացվում է լյամդա x, բայց սա չի գերազանցում սուպրեմում լյամդայի նորմ x աստղանիշ տարածության մեջ անգամ x-ի նորմ x տարածության մեջ։ Բայց լյամդայի նորմը չի գերազանցում 1-ը, հետեւաբար այս ինչ որ ստացվեց, ինքը իրականում քանի որ ստեղ վերցրել եմ բոլոր տարերը, ստացվի հավասարություն x-ի հետ։ Այսինքն, ինչ ցույց տվեցի ես, ցույց տվեցի, որ g(x)-ը անընդհատ գծային արտապատկերում է, սահմանափակ գծային արտապատկերում է։ Մնում է հասկանալ, թե ինչի է իզոմետրիա։ Իզոմետրիա նշանակում է ոչ միայն նորմը չի մեծանում, այս բանը ցույց եմ տվել, որ նորմը չի մեծանում։ g(x)-ի նորմը չի գերազանցում x-ի նորմը։ Պետք է ցույց տանք նաև, որ նորմը մնում է նույնը։ Դրա համար մեզ պետք է Համբանախի թեորեմը, որը դեռ չգիտենք, բայց հիմա մի քիչ հետո կիմանանք։ Համբանախ Համբանախի թեորեմը ասում է հետևյալը, որ ցանկացած x-ի համար x-ից գոյություն ունի տար դուալ տարածությունից, այնպիսին, որ լյամդա x-ի նորմը հավասար է 1-ի և լյամդա x-ի արժեքը x-ի վրա հավասար է x-ի նորմին։ Այս Համբանախի թեորեմն է։ Համբանախի թեորեմ չէ, այս Համբանախի թեորեմից հետևանք է, Համբանախի թեորեմ մի քիչ ավելի ընդհանուր է։ Բայց մասնավորապես տեղից հետևում է, որ x աստղանիշը դատարկ չի, շատ ֆունկցիոնալներ կան։ Ցանկացած x-ի համար կարող եմ կառուցել մեկ նորմով ֆունկցիոնալ, որը x-ի վրա ընդունում է հենց x-ի նորմի արժեքը։ Եկեք հասկանանք ինչի է ստեղից հետևում, որ g(x)-ը պահպանում է նորմը, ոչ միայն չի մեծացնում, այլ պահպանում է նորմը, որովհետև g(x)-ի նորմը դիդուալ տարածության մեջ
Ես ինչի հավասար, հավասար է սուպրեմում։ Կամ կա արդեն գրած է թե ինչի հավասար, եկեք մի անգամից գրեմ, որ ինքը մեծ կամ հավասար է։ Դեռ վերցրած է սուպրեմում ըստ բոլոր լյամդաների, ես վերցնում եմ կոնկրետ լյամդա x-ը։ Եվ կլինի մեծ կամ հավասար։ Լյամդա x-ը կիրառած x-ի վրա, բայց լյամդա x-ը կիրառած x-ի վրա ինձ x-ի նորմն է։ Ես կառուցեցի գծային արտապատկերում x-ից b դուալ տարածություն, որը պահպանում է նորմը։ Ու անունը դրեցի բնական, քանի որ իրոք բնական է։ Դրանից ավելի բնական բանալով դժվար է մտածել։ Այսինքն, ցանկացած բանախյան տարածություն կարելի է իզոմետրիկ ձևով ներդնել իր b դուալի մեջ։ Հիմա եթե պարզվում է, որ այդ ներդրումը նաև սուրյեկտիվ է, ապա տարածությունը անվանում են ռեֆլեքսիվ։ Սահմանում x-ը կոչվում է ռեֆլեքսիվ, եթե g(x)-ի պատկերը համընկնում է դիդուալ տարածության հետ։ Մասնավորապես մենք ցույց ենք տվել, որ LP տարածությունները երբ են տարբեր են, երբ են տարբեր է 1-ից եւ անսահմանությունից, նրանք ռեֆլեքսիվ տարածություններ են, ու ցույց ենք տվել, որ ցեզրոն ռեֆլեքսիվ տարածություն չի։ Դեռ չգիտենք արդյոք L1 ռեֆլեքսիվ տարածությունը թե ոչ, քանի որ L անսահմանության դուալը դեռ չենք հաշվել։ Ուրեմն այս ամեն ինչը պաստորեն ապացույցից տեղավարտվում է, առածա ասել, բայց ապացույցը լրիվ չի են իմաստով, որ մենք օգտագործում մի արդյունք, որը դեռ չենք ապահովել։ Օգտագործել ենք Քան-Բանախի թեորեմից հետևանք։ Արդյոք կան հարցեր այս ամեն ինչի մասին։ Շատ լավ։ Եթե չկան հարցեր, ուրեմն հիմա անցնենք Քան-Բանախի թեորեմին։ Քան-Բանախի թեորեմ։ Ուրեմն թեորեմը ձևակերպելուց առաջ նախ եւս մի սահմանում։ Այսինքն այս սահմանում մենք իրականում արդեն տեսել ենք Հիլբերտյան տարածությունների համար։ Ուրեմն x-ը կոչվում է բաժանելի։ X-ը բաժանելի է ըստ սահմանման նշանակում է, որ գոյություն ունի խիտ հաջորդականություն։ Ամենուրեք խիտ հաջորդականություն։ Այսինքն, հիշեցեմ, որ խիտ նշանակում է ցանկացած բաց գունդ պարունակում է այդ հաջորդականությունից գոնե մի տար։ Հիմա, ուրեմն ես կձևակերպեմ Քան-Բանախի թեորեմի իրականում մասնավոր դեպքը ու կառաջարկեմ ձեզ ինքնուրույն կարդալ ընդհանուր դեպքը։ Այն որտեղ որ մենք օգտագործեցինք Քան-Բանախի թեորեմը, հենց իրականում այդ մասնավոր դեպքն էր։ Բանն է, որ իրականում ընդհանուր դեպքը ոչ մի բանով ավելի բարդ չի, քան մասնավոր դեպքը։ Պարզապես մասնավոր դեպքը ավելի բնական է հնչում։ Թեորեմ ասում է հետևյալը։ Ուրեմն դիցուկ x-ը դիցուկ x-ը ստեղ գրեմ r բանախյան տարածություն է։ Ինչ է նշանակում r բանախյան։ Եթե հիշում եք ամենասկզբում ասի, որ մեր բոլոր գծային տարածությունները լինելու են կոմպլեքս դաշտի վրա, կոմպլեքս թվերի դաշտի վրա, բացառությամբ այն դեպքից, երբ բացահայտացնում է, որ r-ի վրա է։ Հիմա այս դեպքում ես ասում եմ x-ը r-ի վրա է բանախյան տարածություն, այսինքն
x-ի տարերը կարելի է բազմապատկել միայն իրական թվերով եւ ոչ թե կոմպլեքս։ Ընդդիցուկ x-ը r բանական տարածություն է, y-ը ենթատարածություն, գծային ենթատարածություն, եւ լամդան գծային արտապատկերում այնպիսին իրականում անընդհատ այնպիսին, որ ցանկացած x-ի համար y-ից լամդա x-ի բացարձակ արժեքը չի գերազանցում ինչ-որ մի c անգամ x-ի նորմ, որտեղ c-ն ինչ-որ դրական թիվ է։ Ուրեմն ապա գոյություն ունի լամդա տար x աստղանիշից այնպիսին, որ երկու բան լամդայի սահմանափակումը y-ի վրա հավասար է փոքր լամդային եւ լամդայի նորմը x աստղանիշում չի գերազանցում այս նույն c թիվը։ Մենք ունենք c թիվ, հենց այս c-ն չի գերազանցում։ Այսինքն առանց նորմը մեծացնելու ես կարող եմ ցանկացած անընդհատ գծային արտապատկերում, որ որոշված է ինչ որ ենթատարածության վրա, ոչի պայման չեմ դրել եկակի վրա, չեմ ասել, որ y-ը խիտ է։ Հակառակ դեպքում այդ համարը տրվյալ, ոչ թե համարը, այլ տրվյալ կներ։ Եթե օրինակ y-ը խիտ է, ըստ անընդհատության ես կարող եմ շարունակել, այս ամենաառաջի արդյունքներից է, որ մենք տեսել ենք։ Ես ասում եմ, որ ունենք ինչ որ r բանախյան տարածություն, ունենք գծային ենթատարածություն ու գծային ֆունկցիոնալ, որը որոշված է ենթատարածության վրա։ Ու նաև սահմանափակ է ենթատարածության վրա։ Այդ դեպքում կարող եմ ամբողջ տարածության վրա գտնել այնպիսի ֆունկցիոնալ, որի սահմանափակումը ենթատարածության վրա համընկնում է մեր ֆունկցիոնալի հետ եւ նորմը չի գերազանցում մեր ֆունկցիոնալի նորմը։ Եկեք կապացնենք այս թեորեմը։ Մի բան եմ մոռացա։ Բանախյան տարածություն է, լավ, այդ ապացույցի մեջ կասեմ։ Ուրեմն ապացույց Ուրեմն ստեղ ես արդեն իսկ վերցրել եմ մասնավոր դեպք, մասնավոր է նրանով, որ այս սրա փոխարեն կարող եմ դնել մի քիչ ավելի մեծ դաս, այսինքն իրականում ոչ մի ձև չի օգտագործվելու, որ x տարածություն լրիվ է ու այս էլ հենց x տարածության նորմն է։ Պարզապես կարելի է վերցնել ցանկացած ուրիշ ֆունկցիոնալ, որը ինչ որ պայմանների է բավարարում, ուռուցիկ ֆունկցիոնալ։ Չէ, ուռուցիկ չէ, նորմի հատկություններին, այսինքն համասեռ եւ եռանկյան անհավասարության բավարարող ֆունկցիոնալ։ Երկրորդ բանը, որ մասնավոր է, այն է, որ ես ենթադրելու եմ, որ x-ը բաժանելի է։ Նայելու ենք մասնավոր դեպքը, ենթադրել ենք, որ x-ը բաժանելի է։ Ինչու ես հեշտացնում գործը։ Հեշտացնում է հետևյալով, որ եթե x-ը բաժանելի է, ապա ես կարող եմ գտնել գոյություն ունի հաջորդականություն, որի անունը կդնեմ օրինակ z1, z2 եւ այլն, x-ից տարեր, այնպես որ եթե ես վերցնեմ y-ի եւ այս բոլոր z-երի գծային թաղանթը, ապա ինքը կլինի խիտ x-ում։ Առաջարկում ինքնուրույն հասկանալ, այս բանը մենք արդեն արել ենք Գրամ-Շմիդտի օրթոգոնալացման եղանակը ուսումնասիրելիս։
Ուրեմն գոյություն ունի հաջորդականություն, իհարկե ստեղ չասեցի, որ հաջորդականությունը ուրեմն սա գումարած որ Z ցանկացած G-ի համար եթե ես վերցնում եմ Z-ին, ապա ինքը չի պատկանում նախորդների եւ Y-ի գծային թաղանթին։ Ուրեմն մի հատ նորից, մի քիչ կצת եղավ, մի հատ նորից։ Ուրեմն ես ենթադրում եմ, որ X-ը բաժանելի է, որը նշանակում է, որ գոյություն ունի ամենուրեք խիտ հաջորդականություն։ Ես ասում եմ, հաջորդականությունից ես կարող եմ ընտրել n տեսակ հաջորդականություն, Z1, Z2 եւ այլն։ Այնպես որ եթե ես վերցնում եմ Y-ը եւ ես բոլոր Z-երը, ապա ստացված բազմության, ստանում եմ ինչ-որ վեկտորների բազմություն։ Ստացված բազմության գծային թաղանթը խիտ է X-ում եւ ցանկացած G-ի համար հաջորդականության G-երորդ վեկտորը չի պատկանում, գրել եմ, ասեցի չի պատկանում, բայց գրել եմ պատկանում է, չի պատկանում գծային թաղանթին։ Y-ի, Z1-ի եւ մինչեւ Z-G-1-ի գծային թաղանթին։ Շատ լավ, ուրեմն այս առաջարկը ինքնուրույն սրանում համոզվել։ Եթե դժվարանում եք, նայեք Գրամ-Շմիդտի օրթոգոնալացման process-ում ոնց մենք օգտագործեցինք բանը, բաժանելիությունը։ Ասացինք, որ կարող են կառուցել գծայինորեն անկախ վեկտորների հաջորդականություն, որի գծային թաղանթը նույնն է, ինչ որ մեր սկզբնական հաջորդականության գծային թաղանթը։ Հիմա երկրորդ դիտարկումը այն է, որ բավական է կառուցել լամդա արտապատկերում, որը որոշված է գծային թաղանթի վրա, Y, Z1, Z2, գնում է R-ի վրա, գծային, այնպիսին, որ լամդայի սահմանափակումը Y-ի վրա հավասար է լամդայի և ցանկացած X-ի համար այս գծային թաղանթից, եկեք չգրեմ միշտ նույնն է, լամդա X-ը չի գերազանցում CX-ը։ Ինչի է բավական կառուցել սա, որովհետև եթե կառուցեցի գծային թաղանթի վրա, անընդհատ արտապատկերում, ապա վերջ։ Թեորեմը մեզ ասում է, որ ցանկացած արտապատկերում, որը որոշված է ամենուրեք խիտ վեկտորական տարածության վրա, կարելի է շարունակել այս անընդհատությամբ։ Այսինքն ինչ է մեզ պետք, մեզ պետք է շարունակել այս լամդան միայն գծային թաղանթի վրա։ Ոնց ենք այդ անում։ Կոպիտ ասած վերցնում ենք, անում ենք ըստ ինդուկցիայով, այսինքն եթե օրինակ ինդուկցիայի առաջի քայլը վերցնում ենք Y-ը, որի վրա արդեն իսկ սահմանված է, վերցնում ենք հետևյալ վեկտորների բազմությունը Y գումարած A անգամ Z, որտեղ Y-ը պատկանում է Y-ի, իսկ A-ն պատկանում է R-ին, եւ փորձում ենք մեր արտապատկերումը շարունակել այս տարածության վրա։ Այս իրականում Y-ով եւ Z-ով ծնված վեկտորներն են։ Եթե ես կարողանամ դա անել ցանկացած Y գծային տարածության համար եւ ցանկացած Z վեկտորի համար, որը չի պատկանում Y-ին, ապա ակնհայտորեն կարող եմ այս ամբողջը շարունակել։ Մեկ-մեկ շարունակում եմ, սկզբից Z1-ն եմ ավելացնում, հետո Z2-ը եւ այլն։ Ուսում համոզեցի, որ բավական է կառուցել այս տեսակ տարածության վրա։ Ինչ ենք անում։ Փորձում ենք վերցնել ամենաընդհանուր տեսքը, որ կարող է գոյություն ունենալ։ Լամդա Y գումարած A անգամ Z-ը հավասար է։ Ես ուզում եմ, որ ինքը լինի գծային, այսինքն ինքը պետք է լինի լամդա Y գումարած A անգամ լամդա Z։ Լամդա Y-ը ես ընտրություն չունեմ, ես պետք է վերցնեմ փոքր լամդա Y-ը։ Հիշեցնեմ, որ ես ենթադրում եմ, որ իմ գծային արտապատկերում արդեն իսկ որոշված է Y-ի վրա։ A-ն ինչ որ թիվ է, գրում եմ ոնց որ կա,
Ինչ է մնում, մնում է ինչ որ արժեք տալես լամդա z-ին, եկեք այդ արժեքի անունը դնենք ալֆա։ Ուրեմն այս հավասարության մեջ մի թիվ հայտնի չի, այդ ալֆան հայտնի չի։ Ալֆան անհայտ է։ Ուրեմն եթե ես իմը գծային արտապատկերումը սահմանված է այս տեսքով, ապա առաջի պայմանը ակնհայտորեն տեղի ունի։ Այսինքն եթե ես վերցնում եմ ցանկացած y-ից, ապա լամդա y-ը հավասար կլինի փոքր լամդա y-ին։ Մնում է հասկանալ, թե արդյոք ես կարող եմ ընտրել այնպիսի ալֆա, որի համար նորմը չմեծանա։ Եկեք հիմա գրենք ինչ ենք ուզում։ Ուզում ենք, որ լինի հետևյալը։ Ցանկացած i-ի համար r-ից և ցանկացած y-ի համար y-ից ես ուզում եմ, որ այս արժեքը լամդա y գումարած a ալֆան փոքր կամ հավասար լինի ինչից, c անգամ պետք է վերցնեմ նորմը y գումարած az։ Ուրեմն z-ը ֆիքսած վեկտոր է, ես ուզում եմ, որ սա տեղի ունենա։ Հիմա մի քիչ մտածում ենք, հասկանում ենք, որ քանի որ y-ը ցանկացած է, ես իրականում an կարող եմ միայն դրական վերցնեմ։ Որտեղ եթե an բացական եմ վերցնում, եթե վերցնում ենք an ինչ որ բացական, այսինքն վերցնենք մինուս, հա, եթե սա ճիշտ է դրական a-երի համար, եթե վերցնում եմ լամդա y, հիմա an փոխարինում եմ մինուս a-ով, մինուս a ալֆա, ապա սա կարող եմ գրել լամդա մինուս y գումանած a ալֆա։ Բայց դրական a-երի համար սա արդեն ճիշտ է, այս փոքր կամ հավասար է c անգամ մինուս y գումանած az, քանի որ ճիշտ է ցանկացած y-ի համար, ճիշտ է մասնավորապես մինուս y-ի համար, իսկ սա էլ հավասար է նորմի հատկություններից ելնելով y հանած az, այսինքն ճիշտ է y հանած az վեկտորի համար։ Այսինքն առաջի դիտարկումը այն է, ուրեմն ուզում ենք, որ լինի սա, այս դիտարկումից հետևում է, որ բավարար է պահանջել սա, ցանկացած a դրական թվի համար և ցանկացած y-ի համար y-ից, լամդա y գումարած a ալֆան պետք է փոքր կամ հավասար լինի c անգամ y գումարած az-ից։ Այսօք ես բոլորը համաձայն եմ սրա հետ, որ իրականում ես կարող եմ ենթադրել անդրական, որտեղ ճիշտ է ցանկացած y-ի համար այդ մինուս նշանը կգցեմ y-ի վրա։ Հիմա եկեք հասկանանք, թե այս ինչ է նշանակում, այս նույն բանն է, եկեք այս բանը բաց թողնեմ, միշտ ճիշտ է լինելու ցանկացած a և y-ի համար, այս նույնն է, որ ասենք լամդա y գումարած a ալֆան փոքր կամ հավասար է c անգամ y գումարած az և մեծ կամ հավասար է մինուս c անգամ y գումարած az։ Հիմա ժամանակն է նշել, թե մենք ինչ ենք փնտրում, մենք փնտրում ենք ալֆան։ Այսինքն ինչ ենք ուզում ենք, որ լինի հետևյալը։ Ալֆան, ուրեմն փնտրում ենք այնպիսի ալֆա, որ տեղի ունի հետևյալը։ Ցանկացած a-ի և ցանկացած y-ի համար, լավ եկեք մի անգամ գրեմ, ցանկացած a-ի համար և ցանկացած y-ի համար y-ից, ալֆան պետք է փոքր կամ հավասար լինի, նայում եմ այս աճ մասին, ստացվում է 1/3 c y գումարած az հանած լամդա y։ Ինչ մեջ սխալվեցի։ Հիմա նայում եմ այդ ձախ մասին,
Ուզում եմ, որ ալֆան մեծ կամ հավասար լինի էլի 1/3, այս անգամ արդեն լինում է մինուս նշաններով, մինուս c անգամ y գումարած az և մինուս լամդա y։ Այսինքն ես ուզում եմ, որ այս երկու անհավասարությունը ցանկացած a-ի և ցանկացած y-ի համար բավարարված լինի։ Ցանկացած դրական a-ի համար։ Հիմա ես պնդում եմ, որ սա հնարավոր է, վերջի դիտարկումը, սա հնարավոր է, եթե, ուրեմն ինչ եմ անում, ես ասում եմ, որ ինչ a և z էլ վերցնեմ, a և y էլ վերցնեմ ստեղ, այս արտահայտությունը պետք է ավելի մեծ լինի, քան թե ցանկացած ուրիշ զույգի համար, ցանկացած ուրիշ a, y զույգի համար։ Ուրեմն սա հնարավոր է, եթե ցանկացած AB դրական թվերի համար և ցանկացած y1, y2 վեկտորների համար ճիշտ է հետևյալը։ Ուրեմն մեկը բաժանած a վերցնում եմ n ինչ որ պետք է լինի ավելի փոքր ալֆայից։ Մեկը բաժանած a մինուս c y1 գումարած az հանած լամդա y1, այս ավելի փոքր է, քան մեկը բաժանած b c անգամ y գումարած az y2 գումարած az և հանած լամդա y2։ Ուրեմն այս է հիմնական դիտարկումը։ Ուրեմն ես ուզում եմ ինչ որ բան տեղի ունենա ցանկացած a-ի և y-ի համար, այսինքն ես ուզում եմ, որ ալֆան փոքր լինի ինչ որ մի արտահայտությունից, որը կախված է y-ից և a-ից, և մեծ լինի ինչ որ մի ուրիշ արտահայտությունից, որը կախված է y-ից և a-ից։ Հիմա դիտարկումը հետևյալն է, եթե ցանկացած a y1 և b y2 զույգերի համար այս արտահայտությունը ավելի մեծ է, քան թե սա, ապա այդ հնարավոր է անել, կվերցնեմ օրինակ սրա ինֆիմումը կամ սրա սուպրեմումը։ Այս է հիմնական դիտարկումը։ Այսինքն ինձ պետք է, որ այս անհավասարությունը տեղի ունենա։ Ցանկացած a, b, y1, y2 տարերի համար։ Հիմա եկեք հասկանանք, թե ինչ է գրած ստեղ։ Այս իրականում պայման է լամդայի վրա։ Եկեք փորձենք այս բանը դարձնել անհավասարություն։ Այսինքն բազմապատկենք AB-ով նախ, որպեսզի կոտորակները վերացնենք ու հասկանանք, թե ինչ կստացվի լամդայի որպես լամդայի վրա պայման։ Ուրեմն եթե ես բազմապատկում եմ AB-ով, աջ մասը բազմապատկվելու է A-ով, այսքանը բազմապատկվելու է B-ով, բոլոր լամդաները հավաքում եմ, ասենք ձախ կողմը։ Ստացվում է լամդա A անգամ լամդա y1, այս համարվեք է, a անգամ լամդա y2, լամդա y2, ուրեմն ստեղ լինում է b լամդա y1, հանած b լամդա y1, փոքր կամ հավասար է, մնացած տանել եմ մյուս կողմը, ստեղ ստացվում է c անգամ a y2 գումարած az, իրականում սա ոչ թե a է, այլ b է, հիշեցնեմ, որ մյուսում մենք վերցրել ենք b, հետևաբար ստեղ էլ կլինի b, և գումարած, այս մյուս անդամն եմ տանում, ինքը պետք է բազմապատկվի b-ով ու դառնում է պլյուս նշանով, քանի որ փոխում եմ բանը, գումարած b c անգամ b y1 գումարած az։ Օգտագործում եմ, որ լամդան գծային է, նորմն էլ ունի համասեռության հատկություն, ստեղ ստացվում է լամդա a y2 հանած b y1-ը, ինքը պետք է փոքր կամ հավասար լինի c անգամ a y2 գումարած a bz և գումարած
B-ն եմ մտցնում բանի տակ, B y1 գումարած B A Z։ Սա պետք է տեղի ունենա։ Իսկ սա ճիշտ է, որովհետև լյամդայի վրա կար գծայնության եւ անընդհատության պայմանը, ես այս աճ մասը կարող եմ գրել հետեւյալ ձևով. լյամդա առանձնացնում եմ ABZ-ը, ավելացնում եմ, ուրեմն AY2 գումարած ABZ եւ հանած BY1 գումարած գրենք BAZ, որ նման լինի նրան ինչ որ գրված էր ստեղ։ S ակնհայտորեն փոքր կամ հավասար է սրանից, քանի որ սա փոքր կամ հավասար է լյամդա AY2 գումարած ABZ եւ գումարած լյամդա BY1 գումարած BAZ։ Սրանք էլ մեր պայմաններ, որ սա փոքր է սրանից, իսկ ես մյուսը փոքր է սրանից։ Վերջը համբանախի թեորեմ մենք ապացուցեցինք։ Ապացուցեցինք իրականում մասնավոր դեպքը համբանախի թեորեմի, երբ տարածությունը բաժանելի է եւ գործ ունենք անընդհատ գծային ֆունկցիոնալների հետ։ Արդյոք կան հարցեր։ Այսինքն այս ամենադժվար մասն է, ես լրացնախոսության կարելի իմաստով մտահղացումների։ Արդյոք ամեն ինչ պարզ է ստեղ։ Շատ լավ, ուրեմն մինչև ընդհանուր դեպքը նայելը, եկեք մի ընդհանրացում, այսինքն այս R բանական տարածությունների համար է, ոնց որում այդ R լինելը մենք լրջորեն ձևով օգտագործեցինք, որտեղ մենք օրինակ ասեցինք վերցնում ենք Y գումարած AZ, որտեղ A-ն իրական թիվ է, ու օգտագործեցինք այդ փաստը։ Համբանախ թեորեմ ճիշտ է նաև կոմպլեքս դեպքում, թեորեմ։ Ուրեմն դիցուկ X-ը, եկեք շեշտեմ, որ C բանախյան տարածություն է, կամ նույնիսկ իրականում նկատենք, որ ստեղ լրիվությունը մենք ոչ մի ձևով չենք օգտագործել։ Այսինքն ես կարող եմ ենթադրել, որ սա պարզապես C գծային տարածություն է, բայց լավ գրեցինք արդեն C բանախյան տարածություն է։ Y-ը գծային ենթատարածություն, լամդան գծային արտապատկերում ոչ թե X, բնականաբար X է, գծային, ընդ որում տեղի ունեն նույն պայմանները, ցանկացած X-ի համար Y-ից, լամդա X-ը փոքր կամ հավասար է C անգամ X-ից։ Ապա գոյություն ունի լամդա, որը պատկանում է X-ի դուալ տարածությանը, այնպիսին, որ լամդայի սահմանափակումը Y-ի վրա հավասար է փոքր լամդային եւ ցանկացած X-ի համար X-ից լամդա X-ը չի գերազանցում C անգամ X-ի նորմա։ Այսինքն լրիվ նույն ձևակերպումն է, ոչ մի տարբերություն չկա։ Եկեք արագ գոնե մտահղացումները փորձեմ տալ։ Ուրեմն ապացույց։ Նախ նկատենք, որ լամդան գծային է, բայց ինքը արդեն C գծային է։ Ես կարող եմ ցանկացած տող վազապատեմ։ C գծային արտապատկերները միարժեք որոշվում են իրենց իրական մասով։ Ուրեմն առաջի դիտարկումն է, որ եթե ես Lx-ով նշանակեմ լամդայի իրական մասը, ապա L EX-ը
Ինչի հավասար կլինի։ Եկի գրենք։ Իրական մաս լամդա x, բայց լամդան c գծային է, ստացվում է իրական մաս i անգամ լամդա x։ Եթե կոմպլեքսի վազապատկորում i-ով վերցնում եմ իրական մասը, ապա ստացվում է այդ կոմպլեքս թվի կեղծ մասը մինուս նշանով։ Ին լամդա x։ Այստեղից մի անգամից ստանում որ լամդա x-ը ես կարող եմ գրել հետևյալ ձևով։ Կարող եմ գրել lx հանած i անգամ lx։ Այսինքն կոմպլեքս գծային, C գծային ֆունկցիոնալները միարժեք որոշում են իրենց իրական մասով։ Հիմա երկրորդ դիտարկումը, որն է հիմա մտահղացումը։ Մտահղացումը այն է, դե քանի որ իրական ֆունկցիոնալների համար ես արդեն կարող եմ շարունակել, եկեք իրական մասը շարունակեմ, հետո էլ այդ իրական մասը օգտագործելով կառուցեմ ամբողջ գծային ֆունկցիոնալը, օգտագործելով լրիվ նույն բանաձևը։ Բայց մի բայց կա, ես իրական մասը կարող եմ շարունակել որպես R գծային արտապատկերում։ Ստեղ ես ունեմ C գծային արտապատկերում, ես ուզում եմ իրան շարունակել որպես C գծային արտապատկերում։ Եթե ես վերցնեմ այդ C գծային արտապատկերման իրական մասը, ստանամ իրոք R-ում արժեքներ ընտնող R գծային արտապատկերում։ Իրան կարող եմ շարունակել, բայց շարունակությունը կլինի նույնպես R գծային, իսկ ես ուզում եմ ստանալ C գծային։ Այսինքն միակ բանը, որ պետք է ուշադրություն դարձնել դա է, ուրեմն այս լամդան շարունակում ենք։ Ընդ որում կարող ենք շարունակել, քանի որ ցանկացած վեկտորական տարածություն C դաշտի վրա, ես կարող եմ նրան նայել որպես վեկտորական տարածություն R դաշտի վրա։ Պարզապես մոռանում եմ, որ կարող եմ բազմապատկել կոմպլեքս թվերով։ Ասում որ ես միայն իրական թվերով եմ բազմապատկում։ Այսինքն ցանկացած C վեկտորական տարածություն կարելի է դիտարկել որպես R վեկտորական տարածություն։ Այսինքն ես լամդան կարելի է շարունակել։ Այս ամբողջ պատմություն դրա համար։ Լամդան կարելի է շարունակել։ Ուրեմն շարունակելով ստանում ենք լամդա, որը գնում է x-ից չենք ստանում լամդա, ստանում ենք իրական ոչ թե լամդան կարելի է շարունակել, այլ L-ը կարելի է շարունակել։ Ստանում ենք ոչ թե լամդա, այլ ստանում ենք L, որը գնում է x-ից R գծային ու չի մեծացնում նորմա։ Ցանկացած x-ի համար x-ից լամդա L-x-ը չի գերազանցում C անգամ x-ի նորմ։ Ուրեմն S ով է, S մեր ուզած ֆունկցիոնալի իրական մասի տեխնատում է։ Ոնց որ ստեղ մենք վերցրեցինք փոքր լամդան, ստացանք փոքր L-ը։ Հիմա այս փոքր L-ը շարունակելով ստանում ենք մեր ուզած ֆունկցիոնալի լամդայի իրական մասը։ Ինչ ենք անում հիմա։ Հիմա վերցնում սահմանում ենք լամդա x-ը լրիվ նույն բանաձևով, ինչ որ լամդա փոքր լամդան է։ Այսինքն ասում ենք սահմանենք լամդա, որը գնում է x-ից C, հետևյալ բանաձևով, լամդան x-ի վրա հավասար է L-ը x-ի վրա, հանած i անգամ L-ը i x-ի վրա։ Լրիվ նույն բանաձևն է վերցրել, ինչ որ ստեղ է գրված։ Ուրեմն, այդ դեպքում ինչ ունենք։ Եթե ես վերցնում եմ, մի քանի հատկություն ունենք, մի մասը ակնհայտ է, ուրեմն առաջինը իրականում մեկն է ակնհայտ։ Եթե ես վերցնեմ լամդայի սահմանափակումը y-ի վրա, ապա կստանամ փոքր լամդան։ Ինչից է հետևում, հետևում է, որ L-ի սահմանափակումը y-ի վրա է ճիշտ։ Թողնում եմ սա ինքնուրույն հասկանալու համար։ Երկրորդը ես պնդում եմ, որ լամդան C գծային է։
Իրականում քանի որ ես արդեն գիտեմ, որ լամդան r գծային է, սրա համար բավական է ապացուցել հետևյալը, որ լամդան իր առած x-ի վրա հավասար է i անգամ լամդա x։ Այս թողնում եմ ինքնուրույն ստուգելու համար։ Համարը բան չկանելու, s է ձեր լամդան, դնում եք x, ստուգում եք, տեսնում եք, որ ստացվում է i անգամ լամդա x։ Հիմա վերջի բանը որպես պետք է, այդ նորմի գնահատականն է։ Էդ էլ մի հատ հետև մտահղացում է պահանջում, վերցնում ենք լամդա x-ի բացարձակ արժեքը։ Լամդա x-ի բացարձակ արժեքը կարելի է ներկայացնել ինչ որ մի i թետա անգամ լամդա x։ Այս է հիմնական մտահղացումը, որ կոմպլեքս թվի մոդուլը հավասար է ինչ որ մի մեկ մոդուլով կոմպլեքս թիվ անգամ այդ կոմպլեքս թիվը։ Այս ամենը բան չեմ ասել, ակնայդ է։ Բայց ես արդեն գիտեմ, որ լամդան c գծային է, հետևաբար այս i թետա x-ը կարող եմ դնել լամդայի տակ։ Բայց ըստ սահմանման այս ինչ որ գրված է ստեղ, ընդ որում s արդեն իրական թիվ է։ Հետևաբար s հենց հավասար է l i թետա x։ Այս էր ամբողջ բանի իմաստը, որ լամդա x-ը նույնն է, ինչ որ իր իրական մասը հաշված i թետա x-ի վրա։ Բայց սա էլ արդեն կարող եմ գնահատել։ Այս փոքր կամ հավասար է c անգամ i թետա x-ի նորմ, որն է բնականաբար հավասար է c անգամ x-ի նորմ։ Վերջ բոլոր ամեն ինչ ապացուցվեց։ Այսինքն կոմպլեքս դեպքում համբանախի թեորեմը բերվում է իրական համբանախի թեորեմին։ Արդյոք սրա վերաբերյալ կան հարցեր։ Մի հարց կա։ Այս նախավերջին տողում, որ ուզում էինք ասել, որ R գծայինից հետևումա C գծայինի համար բավականա է նախավերջի տողը։ Այս է։ Ինչի է տենց, իմ մոտ տպավորությունն է, որ պետք է նաև ինչ։ Պետք է նաև ասենք, որ A գումարած B-ին այնտեղ կարելի է էլի գծայինորեն բացել, այսինքն Մի վարքան, եկեք գրենք պարզ կդառնա։ Ուրեմն մենք ինչ ենք ուզում ենք ցույց տալ, որ այս արտապատկերումը C գծային է։ Վերցնում ենք լամդան, հաշվում ենք ալֆա գումարած i բետա x վեկտորի վրա։ Մենք ուզում ենք ցույց տալ, որ այս հավասար է ալֆա գումարած i բետա անգամ լամդա x։ Համաձայն ենք դրա հետ։ Հա։ Ուրեմն մենք որ այս լամդա ալֆա x գումարած i բետա x։ Հա, ես հասկացա ինչ նկատի ունես։ Այո, պետք է նաև որ սա հավասար լինի լամդա ալֆա x գումարած լամդա i բետա x։ Այս նկատի ունեի երևի։ Հա։ Հա, այս դե էլի նույն վերցնում ենք այս բանաձևը, տեսնում ենք որ սա իրոք ճիշտ է։ Համաձայն եմ, այս էլ է պետք ստուգել։ Պետք է ստուգել սա, բավական է ստուգել այն որ ինքը additiv է, այսինքն լամդան հաշված ու գումարած v-ի վրա հավասար է լամդա ու գումարած լամդա v, գումարած որ ին կարող ենք դուրս հանել նշանի տակից։ Համաձայն եմ։ Բայց այս էլի բանաձևը վերցնում ենք բանաձևը տեղադրում ենք ստացվում է։ Այս էր հարցը, հա։ Հա, մերսի շատ։ Ստեղից արդեն պարզ է, չէ՞, ինչ ենք անում։ Ին հանում ենք եւ այլն։ Ալֆան կարող ենք անել, ինել կարող ենք անել, հետո բետան կարող ենք անել։ Շատ լավ, ուրիշ հարցեր։ Լավ, եթե հարցեր չկան, ուրեմն երկու դիտարկում։ Ուրեմն դիտարկում։ Ուրեմն առաջինը այն է, որ բաժանելիությունը պարտադիր չի։ Այսինքն x ընդհանրապես կարող է նորմալորված չլինել։
Եկեք դրանից սկսենք, նորմալորված չլինենք։ Այդ դեպքում եթե նորմ չկա, ես ինչ-որ մի ֆունկցիա պետք է վերցնեմ x-ի վրա, որով պետք է գնահատեմ իմ ֆունկցիոնալը։ Հիմա սրանից պահանջում եմ մենակ հետևյալը, պահանջում եմ, որ p alpha x գումարած beta y-ը փոքր կամ հավասար լինի alpha-ի բացարձակ արժեք, այսինքն մոդուլ px գումարած beta-ի մոդուլ py։ Որոնք սա պետք է ճիշտ լինի ցանկացած x-y-ի համար y-ից և ցանկացած alpha-beta կոմպլեքս թվերի համար, որոնց մոդուլների գումարը հավասար է 1-ի։ Ես պնդում եմ, որ եթե cx-ը, c անգամ x-ը, այս ֆունկցիոնալը գնահատել ենք սրանով, փոխարինում ենք px-ով, ապա ոչ մի բան չի փոխվում։ Ամբողջ ապացույցը մնում է ուժի մեջ։ Այսինքն ապացույցը, որ ցանկացած տարածություն գումարած վեկտոր, այսինքն մենք ինչ արեցինք, վերցրեցինք այս y տարածությունը, այս մեր y-ներ, մենք շարունակեցինք ինչ-որ մի z-ով և y-ով ծնված գծային տարածության վրա։ Ես պնդում եմ, որ այդ նույն ապացույցը, այսինքն ցանկացած ֆունկցիոնալ կարելի է շարունակել y-ից y-z-ով ծնված տարածության վրա, նենց որ գնահատականը նորից պահպանվի, օգտագործել է միայն այս հատկությունները նորմի։ Ու երկրորդ դիտարկում, որ բաժանելիությունը պարտադիր չի, իրականում ստեղ արդեն բաժանելիություն պարզել չի ինչ է նշանակում, քանի որ մենք նորմ չունենք։ Երկրորդ դիտարկումը, բաժանելիությունը պարտադիր չի։ Պարտադիր չի։ Ինչ նկատի ունեմ սրանով, ասելով, նկատի ունեմ, որ եթե ունեմ ինչ-որ x գծային տարածություն, y գծային ենթատարածություն ու ֆունկցիոնալ, որը գնում է y-ից c գծային, ընդ որում ցանկացած x-ի համար x-ից լամդա x-ը չի գերազանցում այս px-ը, ապա կարելի է շարունակել։ Լամդան կարելի է շարունակել x-ի վրա։ Պահպանելով, այսինքն գծային ձևով ու պահպանելով այս անհավասարությունը։ Ընդ որում, այս դեպքում արդեն հաջորդականությունները բավարար չեն, բայց մենք արդեն գիտենք հաջորդականությունները ինչով է պետք փոխարինել, եթե ուսումնասիրել դրանց շմիտը, ընդհանուր դեպքում պետք է օգտագործել Thorne-ի լեմբը։ Այսինքն սահմանվում է կարգ բնական ձևով, որտեղ որ այդ արտապատկերումները որոշված են, այսինքն ըստ սահմանում են կարգի հարաբերություն այն բոլոր տարածությունների համար, որտեղ որ կարելի է լամդա շարունակել, ցույց ենք տալիս, որ դա գծայնորեն կարգավորված չի։ Ցույց ենք տալիս, որ ցանկացած գծայնորեն կարգավորված ենթաբազմություն ունի վերին գնահատական եւ այլն, եւ օգտագործում ենք Thorne-ի լեմբը։ Այդ ամեն ինչը պետք է կարդալ Reed-Simon-ի գրքում, միակ դժվար մասը այս է, որ կարելի է շարունակել այս մասը։ Միակ դժվար մասը սա էր, սա հուսով եմ բոլորին պարզ է, մնացածը ընդամենը ստանդարտ մեթոդների կիրառում է։ Շատ լավ, մի 5 րոպե ունենք իմ կարծիքով, եկեք երկու հետևանք։ Նախ առաջինը այն, ինչ որ արդեն օգտագործեցինք։ Հետևանք 1, ասում է, որ ուրեմն միշտ ենթադրում եմ, որ x-ը բանախան տարածություն է, որ ցանկացած x-ի համար
գոյություն ունի լամբդա x դուրալ տարածությունից, այնպիսին, որ լամբդա x-ի նորմը հավասար է 1-ի և լամբդա x-ը հաշված x-ի վրա հավասար է x-ի նորմի։ Եկեք ապացուցենք մի տողի ապացույցը։ Ուրեմն սահմանում ենք լամբդան, որը ծնված է x-ով ծնված տարածության վրա, արժեքները ընդունում է c-ում, ընդ որում լամբդան x-ի վրա ընդունում է նորմ x արժեքը։ Այդ դեպքում ակնհայտորեն լամբդան, եթե վերցնեմ ցանկացած ուրիշ y վեկտոր, բայց քանի որ ինքը համեմատական է x-ի, ես y կարող եմ գրել հետևյալ ձևով, լամբդա կարող եմ գրել cy տեսքով, cx տեսքով, y հավասար է cx, քանի որ գծային է, ստացվում է c անգամ լամբդա x, բայց լամբդա x-ն հավասար է x-ի նորմին, c-ն դնում եմ նորմի տակ, ստանում եմ y-ի նորմը։ Այսինքն լամբդան հենց բավարարում է այդ անհավասարությանը, c-ն հավասար է 1 արժեքով։ Կիրառում եմ համբանախի թեորեմը, ստանում եմ լամբդա x-ը։ Համբանախը ստանում եմ լամբդա x-ը, որը արդեն կլինի x-ի ստար ու էլի կունենա 1 նորմ։ Վերջանում ապացուցան վաստացը։ Ուրեմն երկրորդը էլի կապված է սրա հետ, բայց արդեն ապացուցելու ժամանակ չունենք, ինքնուրույն կարող եք անել, հետևանք 2, որ եթե ես ունեմ x բանական տարածություն, y ենթատարածություն, և ինչ-որ մի x տար, որում եթե այսինքն x կարող նաև y-ի պատմել, բայց եթե դա դեպքը չի, վերցնում եմ d-ով նշանակեմ հեռավորությունը x-ից y, այսինքն վերցնում եմ բոլոր վեկտորները y-ից և նայում եմ x հանած y-ի նորմը։ Ամենափոքր հեռավորությունը հետ կլինի հեռավորությունը x վեկտորի հեռավորությունը y ենթատարածությունից։ Հիլբերտյան դեպքում ես մենք գիտենք ինչ է, պետք է անենք պրոյեկցիան ու կլինի վեկտորի և իր պրոյեկցիայի տարբերության նորմը։ Այս դեպքում ընդհանրապես ակնհայտ չի, որ գոյություն ունի վեկտոր, որի վրա այս ինֆինումը հասանելի է, բայց գոյություն ունի հետևյալը, ուրեմն ապա գոյություն ունի լամբդա դուալ տարածությունից, այնպիսին, որ լամբդայի նորմը հավասար է 1-ին, լամբդան y-ի վրա դառնում է 0 և լամբդան x-ի վրա հավասար է հենց d-ին։ Առաջարկում եմ սա ինքնուրույն փորձել ապացուցել, կարող ենք տնային աշխատանքի մաս է կազմում, չեմ հիշում։ Այսինքն մենք չենք կարող գտնել վեկտոր, որի վրա այս մինիմումը հասանելի է, բայց կարող ենք գտնել ֆունկցիոնալ, որը այս հատկություններով է օժտված, մասնավորապես առանձնացնում է yx վեկտորը y ենթատարածությունից։ Լամբդան y-ի վրա 0 է, x-ի վրա հավասար է d-ի։ Ու վերջինը արդեն միայն ձևակերպում է թեորեմ, որը պատասխանում են դասախոսության սկզբում տված հարցերից մեկին։ Ուրեմն, եթե x-ը բանական տարածություն է, x աստղանիշը բաժանելի է, ապա x-ն էլ է բաժանելի։
Անբանախի թեորեմը ասում էր, որ այսինքն անբանախի թեորեմի հետևանքը, այս հետևանքը կոպիտ ասած ասում է, որ ցանկացած x-ի համար մի հատ լամբդա x կարելի է գտնել։ Այսինքն կոպիտ ասած x աստղանիշը ինչ որ իմաստով ավելի մեծ է, քան x-ը։ Այսինքն այդ նաև այն բանի մաս էր, որ x-ից չներողություն այդ դուալ բիդուալ իմաստներ։ Ուրեմն x աստղանիշը ավելի մեծ է, քան x-ը, հետևյալ իմաստով, որ եթե x-ը բաժանելի է, x այդ աստղանիշը բաժանելի է, նաև ապա x-ն էլ է բաժանելի։ Ուրեմն ստեղից մասնավորապես հետևում է, ուրեմն օրինակ, որ L անսահմանության դուալը չի կարող հավասար լինել L1-ին։ Բայց L1-ը իրոք ընկած է L անսահմանության դուալի մեջ։ Ինչի չի կարող, քանի որ հետել է պետք ապահովել, որ L անսահմանությունը ինքը բաժանելի չի, իսկ L1-ը բաժանելի է։ Թեորեմի համաձայն, եթե L1-ը բաժանելի, եթե L1-ը հավասար լինել L աստղանիշի դուալին, ապա L աստղանիշը պետք է լիներ բաժանելի, որը պես չի։ L աստղանիշի մեջ հեշտությամբ կարող է կառուցել ոչ հաշվելի բազմություն, որ ցանկացած երկու տարի միջև հեռավորությունը հավասար է 1-ի։ Շատ լավ, ուրեմն այդ շաբաթ բավական շատ բան կատարվելու, ուրեմն պետք է վերջացնել, եկեք գրեմ 3-2 բաժինը, ուրեմն կարդալ 3-2 բաժինը եւ այդ առաջի մասը վերաբերալ էր եւ 3-3-ը։ Այդ ամբողջը մոտավորապես 7 պեջ է, 72-ից 7 պեջ է, 70 պեջ է։ Շատ լավ, այսօր այսքանը, արդյոք կան հարցեր։ Դե, եթե հարցեր չկան, ապա հանդիպենք հաջորդ անգամ, ստեսություն բոլորին։